Բարի երեկո, դուք դիտում եք Օրագիս լրատվականի օրվա գլխավոր թողարկումը, հիմնական թեմաների նախ ծանոթացեք համառոտ տեսաշարով։ Անցնող գիշեր Ղարաբաղ-ադրբեջանական սահմանը անհանգիստ է եղել, հակառակորդը դարձյալ կրակել է հայ դիրքապահների ուղղությամբ։ Պետական բյուջեով հատկացված միջոցների կրճատումն ազդելու է բոլոր ճանապարհների վրա, ինչպես նաև ոլորտում բացահայտված չարաշահումների մասին այսօր խոսել է նախարար Վահան Մարտիրոսյանը։ Մինչև տարեվերջը հագործման կհանձնվեն Նախորյան համայնքում կառուցվող 3 բնակելի շենքերը, մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այսօր եղել է շինհրապարակում։ Գյումրու քաղաքապետարանում այսօր ընդունելության օրեր Սամվել Բալասանյանն ընդունել է բարերար Հովհաննես Բալայանին։ Գյումրիում շատ ընտանիքներ կորցրեցին իրենց դիմագիծը, ապրեցին եւ ապրում են տնակներում։ Իզաբելա Ահարոնյանը մեկն է այն մարդկանցից, ով փլատակների տակ է թողել բնակարան ունենալու հույսը։ Գազի գինը նոյեմբերի վերջ, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը կպարզվի դեկտեմբեր ամսվա ավարտին։ Ռոբերտ Նազարյանի այսօրվա բացահայտումները։ Հայկական ապրանքները շուտով կգրավեն նաև Չինաստանի շուկան։ Հայկական կողմը բանակցություններ է վարում այս երկրի ներկայացուցիչների հետ։ Այժմ առավել մանրամասն հանգստյան օրերին Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 գրակոց։ Նոյեմբերի լույս ու 7-ի գիշերը ժամը 1:50-ի սահմաններում շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-անոց ականանետ։ Պաշտպանական բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Նախատեսվում է նոյեմբերի 8-ին հրապարակել Արցախի սահմանադրական բարեփոխումների նախագիծը։ Այս մասին Armenpress-ին տեղեկացրել է Արցախի ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը։ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման աշխատանքները ավարտվել են, ամենայն հավանականությամբ այն կհրապարակվի վաղը նոյեմբերի 8-ին, ասել է Ղավալյանը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի նոյեմբերի 20-ը։ Բյուջեով հատկացված միջոցների կրճատումն ազդելու է բոլոր ճանապարհների վրա։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք ունենալ լավ ճանապարհներ, եթե բյուջեում գումարները շատ լինեն, շատ կկառուցենք ու կհիմնանորոգենք, ասել է նա։ Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտում չարաշահումներին եւ դրանց համար պատասխանատվությանը նախարարը ընդգծել է. Ոչ միայն հյուսիսարավի վրա անդրադառնալու է բոլոր ճանապարհներին, իհարկե բոլորս էլ ցանկանում ենք ունենալ լավ ճանապարհներ, որ բյուջեում հատկացումները շատ լինի, շատ կկառուցենք, չարաշահումների համար պատասխան տալու համար եկեք գնահատենք ընդհանրապես չարաշահումը ում կողմից է արվել, դա պետք է գնահատվի, դա ես չի, որ միայն պետք է գնահատեմ, դա թերացումը կգնահատվի, ես նորից եմ ասում ձեզ, առաջի անգամ չի, ես միշտ դա կրկնում եմ, արդյունավետության գնահատումը եւ թերացումների գնահատումը դա մի օրվա հարց չի, տարիների ընթացքում արվել է տարբեր եւ դրական եւ բացասական խնդիրներ եղել են եւ եկեք մի ամսում ես չեմ կարող պատասխանել ձեզ այդ հարցին։ Բայց գնահատվում է հիմա իհարկե քննարկվում է, գնահատման մեխանիզմները մշակվում են։ Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն Նախորյանում կառուցվող 3 բնակելի շենքերը, որոնք բնականով կապահովեն համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 104 ընտանիքի։ Շինարարության ընթացքին եւ աշխատանքների որակին հետևելու նպատակով Շիրակի մարզպետն այցելել է շինհրապարակ, տեղում ծանոթացել բնակելիների հետ կապված խնդիրներին, տվել համապատասխան ցուցումներ։ Հովսեփ Սիմոնյանը վստահեցրել է, որ սահմանված ժամկետում շինաշխատանքները կավարտվեն եւ տևական դադարից հետո ախորյանցիներն ի վերջո կկարողանան գալի կամ անօրը դիմավորել նոր բնակարանում։ Սանտեղ սարքավորումն ենք տեղադրում, արդեն 50% տեղադրված են, սանտեղ սարքավորումներ, այսինքն կաթսա, ունիտազ, ումիվալնիկ եւ այլն, սարքավորումներ 50% տեղադրված են։ 2016 թվականի դեկտեմբերի 20-ը այն վերջնաժամկետն է, երբ երկարատև ընդմիջումից հետո Ախորյանում վերսկսված բնակարանաշինական ծրագիրն ի վերջո կհասնի ավարտի։ 2013 թվականին ընդհատված շինարարությունը վերսկսվեց այս տարվա օգոստոս ամսին, երբ սնանք ճանաչված Glendale Hill ընկերության կիսատ թողած գործը շարունակել ստանձնեց մրցույթով շահած միանգամից 3 շինկազմակերպություն։ Շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, հերթը ներքին հարդարմանն է։ Ներքին հարդարման աշխատանքները շատ տեղեր, շատ բնակարաններում ավարտվել են, ընթացքի մեջ են։ Արդեն վերջնական մոտենում է ավարտին։
Շինարարության ընթացքին հետևելու եւ կատարած աշխատանքների որակը գնահատելու նպատակով շինհրապարակի այցելում Շիրակի մարզպետը Հովսեփ Սիմոնյանը եղավ նորակառույց շենքերի մի քանի բնակարանում, ուսումնասիրեց շինարարի կողմից իրականացված աշխատանքներն ու տվեց իր գնահատականը։ Ես ասում եմ, որ բարձր որակի աշխատանքներ է իրականացվում, ցանկացած թերություն, եթե մեր կողմից կհայտնաբերվի, շինարարները տա գիտեն, քանդվելու են նորն է տեղադրվելու կամ եթե կան թերություններ, անպայման վերացնելու։ Որակի մասին խոսք չի կարող լինի։ Ախուրյանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացվեց պետբյուջեով նախատեսված 798 միլիոն դրամ գումարով։ 3 շենքերից մեկում այսօր կիրառվում է ջերմամեկուսացման նոր մեթոդ, որի շնորհիվ բնակարաններում բնակմակերես է ավելացել։ Բացի այդ, շենքը դարձել է ավելի ջերմակայուն։ Եվ պատերը արդակին, եւ հադագը նգուղի կողմից եւ տանիքում ջերմամեկուսիչներ են հատուկ տեղադրված, որոնք ապահովում են ջերմությունը շենքի ներսում, պոլուուրետան է կոչվում, ադնյուտա, արդակին պատերի եւ պոլուստիրոլ նգուղից դրված են, դրանք ապահովում են ջերմամեկուսացումը, դրա համար դրանց շնորհիվ եւ ջերուսման մարկոսներն է քիչ տեղադրված եւ բնակարանների մագերեսներն են մեծ ստացվում։ Հատկացված գումարի սղության պատճառով նախագծան նախահաշվային փաստաթղթերում չէին ընդգրկվել բնակարանների թվով 104 գազօջախների ձեռքբերման եւ տեղադրման, ինչպես նաեւ որոշ հատվածների բարեկարգման շինարարական աշխատանքներ։ Կառավարության նոր որոշմամբ խնդիրն արդեն կարգավորվել է։ Մոտ 44 միլիոն դրամ հատկացվեց այդ ուղղությամբ։ Գազօջախները նախատեսված էին, գումարը չէր հերիքում, սկզբից դուրս մնաց, հետո լրացուցիչ կառավարություն դիմվեց եւ նաեւ որոշ աշխատանքներ էին դուրս մնացել, դրանք էլ հետ լրացուցիչ դիմվեցին եւ վերջինիստով հատկացում է կատարվել արդեն, որոշումը կայացվել։ Այս բնակարանների կառուցմամբ եւ 36 ԲԳՎ ծրագրով մենք ամբողջովին Ախուրյան համայնքի խնդիրը երկրաշարժից անօթևան մնացածների խնդիրը փակում ենք, վերջացնում ենք։ Իսկ այն ընտանիքները, որոնք բնակարան չեն ստանա, խոսքս 36 ընտանիքի մասին է, նրանք արդեն իսկ ստացել են բնակարանների գնման վկայագրեր, ձեռք են բերել բնակարաններ, ընդամենը Ախուրյան համայնքից ունենք 3 ընտանիքներ, որոնք դեռևս բնակարան ձեռք չեն բերել եւ ունենք առայժմ 10-15 օր ժամանակ, այդ 3 ընտանիքներից 2-ն էլ գտել են բնակարան եւ դիմել են, եզրակացություն տվել ենք, որ արդեն արկու վաճառք կատարեն, միայն 1 ընտանիք է մնացել, որ դեռ չի դիմել ուրեմն եզրակացություն ստանալու համար։ Դեռ շինարարության մեկնարկից առաջ էին նորակառույց բազմաբնակարանների շահառուները հայտնի, նրանց միջև վիճակահանությունն արդեն կատարված է, այսինքն բնակարանների պաշխումն էլ ավարտված է։ Շինարարը վստահեցնում է, որ սահմանված ժամկետում աշխատանքները կավարտվեն եւ բնակարանամուտի սպասող ախուրյանցիների երազանքը շուտով իրականություն կդառնա։ Հիմնական խնդիրը մնում է դրսի բարեկարգման աշխատանքները, որը հույս ունեմ, որ կհասցնեն։ Մեր բնակիչներին խոսք ենք տվել, որ իրենք 2017 թվականի հունվարի 1-ը պետք է դիմավորեն նոր բնակարաններում։ Մարինե Տերբինյան, Արաք Յուրեղյան, Օրագից։ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%, այսինքն երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3 ամսական 41.698 դրամ վերին աղքատության շեմից ցածր եկամուտներ է ունեցել։ 2014 թվականին աղքատության մակարդակը կազմել է 30% եւ ըստ այդմ նախորդ 2014-ի համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0.2%-ով։ Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պատկեր եւ աղքատությունը զեկույցի շնորհանդեսի ժամանակ։ Զեկույցը կազմվել է ազգային վիճակագրական ծառայության եւ համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում։ Թվային տվյալները ներկայացրել է զեկույցի հիմնական ցուցանիշները համակարգող ծրագրի ավագ վիճակագիր ԱՎԾ աշխատակից Դիանա Մարտիրոսյանը։ Նրա խոսքով աղքատության ցուցանիշը հաշվարկելիս ընդգրկվել են 2008-ից 2015 թվականներին ընկած ժամանակահատվածը, իսկ այդ ժամանակահատվածում աղքատության ցուցանիշը նվազել է։ 2015 թվականին աղքատության մակարդակը ըստ մարզերի վկայում է, որ աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում՝ շուրջ 45%։ Գյումրիում շատ ընտանիքներ են ապրում տնակներում սոցիալապես վատ պայմաններում։ 41-ամյա Իզաբելա Հարոնյանը կյանքում բազում կորուստներ է ունեցել։ Աղետարի երկրաշարժին շատերի նման Հարոնյաններն էլ են կորցրել իրենց օթևանը։ Այսօր սակայն ընտանիքն այլևս չունի անօթևանի կարգավիճակ, բայց շարունակում է բնակվել տնակում։ 41-ամյա կնոջ բնակարան ունենալու հույսը կորել է տարիների խորքում։ Կարեն Տեմիրճյան, 211 կոտորակ 075 տնակ։ Տարիների ընթացքում քայքայված տնակը պետք է տաքացնել, իսկ ջերմության համար վառելիքի պաշար է պետք։
13-ամյա Կարապետ Մանվելյանը չնայած իր փոքր տարիքին մորն օգնելու համար ընտանիքի հոգսը մասամբ վերցրել է իր վրա։ Դժվարությունները կա։ Վարելիքը, ասենք չեմ հասցնել, մենակ թոշակ նապաստով, չնչին գումարով չեմ կարող պահեմ, ասենք տունը վարելիքն է թեկուս գնեմ։ Հատակը ես կավրալիտով ծածկել եմ, որ ամբողջությամբ գեղարիվ խտել է աշտել։ 41-ամյա կինն էլ իր հերթին անում է հնարավոր ամեն ինչ երեխային պահելու եւ օրվա հացի խնդիրը լուծելու համար։ Սովորել եմ ամուսնուցս հետո, որ մահացավ, փոքր էր, հարսանեկությունը սովորեցի, որ ուզի գոյատևեմ ինչ-որ չախով։ Ինչ-որ ունեցել եմ, ես իմ տան առանձներս եղել, ուզորով եմ, որ գործքին եմ, մինչև տեսնեմ աստվածամիտ ձև։ Իզաբելա Հարունյանի համար կյանքը դյուրին չի եղել, ամուսնացել, մայր է դարձել կնակում։ Բնակարանի գնման վկայականով ձեռք բերված բնակարանն էլ վաճառել են ամուսնու հիվանդության ծախսերը հոգալու համար։ Սակայն ճակատագիրը դաժան հարված է հասցնում կնոջը, երիտասարդ հասակում կորցրել է ամուսնուն։ Մենք բնակարանը, երբ որ մենք դուրսն ենք, կիսուրը ստացել էր վաուչերով այդ ժամանակ։ Բնակարանը հատկացրել էին, բայց մենք որ եկանք արդեն ամուսինս հիվանդացել էր, բնակարանը վաճառեցինք իրեն փրկելու համար, բայց չկարողացանք։ Մենք համ տունը ծախեցինք, համ ինքը մահացավ։ Շատ երեխաների անգամ կենցաղային վատ պայմանները չեն խանգարում լավ սովորել։ Կարապետ Մանվելյանն էլ բացառություն չի կազմում։ Պատանին սպորտային կյանքում ունի բավական լուրջ հաջողություններ։ Ուզում եմ ըմբշամարտի գնալ, որ դառնամ Արթուր Ալեքսանյանի նման։ Իզաբելա Հարունյանը հավատում է Աստծուն եւ ամեն օր աղոթում որդու համար։ Ոնց կխնդրեմ, առաջնակարգ առողջություն ինքան առողջ եղնեմ, որ կարողանամ ես իմ երեխուս մեծացնեմ, իր նպատակին հասցնեմ։ Բնակարան ունենալու երազանք տիկին Իզաբելան չունի, սակայն որդին հավատում է, որ իրենք թեկուզ տարիներ անց բնակարան կունենան։ Երազանքս մենակ այն է, որ 4 պատերնի երևի երեխես մենակ առողջ մեծնա, ասենք չհիվանդանա, մենակ մտածմունքս է որ խոնավության մեջ եթե ինչ-որ չափով ես կարողանամ թեկուզ կրիչներ վերանորոգեն, ես էլի դժգոհ չեմ ես։ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այսօր անդրադարձել է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցման վերաբերյալ հարցին։ Նազարյանի հավաստմամբ նոյեմբերի վերջին կունենան գազի վերջնական սակագինը, որը կգործի հունվարի 1-ից եւ դեկտեմբերի վերջին կունենանք էլեկտրաէներգիայի մասին որոշումը, որը կգործի փետրվարի 1-ից։ Եթե ջերմային կայանների համար վաճառվող գազի գինը 1000 խորանարդ մետրի սահմանվում է $15 ավելի ցածր, քան գործող սակագնում է, բնականաբար պետք է սակագները վերանայվի եւ համապատասխան ճիշտ համարժեք գնահատական տրվի գոնե այս մեկ գործոնով։ Ուրեմն ես այս պահին սահմանը կդժվարանամ ասել հետեւյալ հիմնավորումով, որովհետեւ բացի այս բաղադրիչից մենք նաեւ նոր ֆինանսական տարի ենք սկսում, մեր սակագները մենք հաշվարկել էինք օգոստոսի 1-ից մինչև 17 թվականի օգոստոսի 1-ը, հիմա հունվարի 1-ից 17 թվականի մինչև 18 թվականի փետրվարի 1-ը պետք է սահմանենք։ Այդ դեպքում նաև փոխվում է ամբողջ հաշվեկշիռը։ Դուք գիտեք նաև, որ այս տարի վարչապետը նաև առաջարկել է նոր սպառողական խումբ ունենալ, դա սոցիալապես անապահով խումբն է սպառողական, նրանց սակագինը որոշակի նաև, որոշակի չէ, շոշափելի ավելի ցածր կլինի, քան մյուս սպառողներինը, սա էլ կհաշվենք եւ հրապարակային մենք հանդես կգանք եւ նոյեմբերի վերջին կունենանք գազի սակագինը վերջնական, որը կգործի հունվարի 1-ից, դեկտեմբերի միջև վերջը կունենանք էլեկտրոէներգիայի մասին որոշումը, որը կգործի փետրվարի 1-ից։
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել արձագանքելով Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ազգային ժողովում հնչեցրած խոսքի մեկնաբանություններին։ Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին ազգային ժողովում Հայաստանի առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղի գտվել, Լևոն Ալթունյանը, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես նոյեմբերի 8-ին ընդունել վերջին 1 տարվա ընթացքում մահացած 3 ծննդկանի Մերի Մարգարյանի, Տաթևի Գասպարյանի եւ Հրիփսիմե Նազլուխանյանի հարազատների։ Նախարարը մահացած ծննդկաների հարազատներից կլսի նրանց մտահոգող հարցերը հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Նշենք, որ Մերի Մարգարյանի հայրը օրերս եղել է ընդունելության Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի մոտ, ասված է հաղորդագրության մեջ։ Բանակցություններ են ընթանում Չինաստանի ժողովրդական հանրապետության հետ, որպեսզի մեծ տրամադրի GSP+ ռեժիմը, միակողմանի արտոնյալ առևտրային ռեժիմ։ Այդ դեպքում Հայաստանում արտադրված որոշակի ապրանքատեսակներ կարտահանվեն Չինաստանի հանրապետություն առանց սահմանափակումների եւ մաքսատուրքերի։ Այս մասին այսօր լրագրողների զրույցում տեղեկացրել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նախարարը վստահեցրել է, որ եկող տարի ունենալու ենք ներդրումների աճ։ Այն բոլոր ապրանքատեսակները, որոնք որ արտադրվում են Հայաստանի Հանրապետությունում եւ հնարավորություն ունեն արտահանման պոտենցիալ։ Բոլոր ապրանքատեսակները մեզ համար կարևոր են։ Ես դժվար եմ հիմա թվերի տեսքով ասեմ ինչքան աճ կլինի, բայց կարող եմ վստահեցնել, որ 2017 թվականի ընթացքում մենք մեր ձեռնարկած միջոցառումների արդյունքում կունենանք ներդրումների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները Հայաստանի Հանրապետության եւ մեր հարևան այլ երկրների, որոնք որ չեն անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ապա ինքներդ կհամոզվեք, որ ինչքանով դրական էր կառավարության գործունեության ծրագրում նշված է եւ ընդամենը առաջիկա 1 շաբաթվա 2 շաբաթվա ընթացքում արդեն կստեղծի նոր ներդրումային հիմնադրամ, որը օժտված է լինելու, որ իր ֆինանսական գործիքակազմով օժանդակի եւ մասնակցի Հայաստանի Հանրապետության ներդրումներին։ Հայաստանում տեղեկատվության եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ամենամեծ խոչընդոտն ու մարտահրավերը որակյալ կադրերի պակասն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սինոպսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Տարբեր հաշվարկներով այսօր մինչև 3000 որակյալ կադրերի պակաս կա Հայաստանում։ Մուսայելյանը հավատացնում է, որ անգամ տասնապատիկ ավել որակյալ կադրեր լինեն ՏՏ աշխատաշուկայում, ապա բոլորն էլ պահանջված կլինեն մասնավոր սեկտորում։ Սա նշանակում է, որ մեր երխնդիրը որակյալ կադրեր պատրաստելն է, որոնց մենք պետք է պատրաստենք դպրոցից, ոչ թե միայն բուհերում։ Բուհերը պետք է համալրված լինեն բավական խելացի, ստեղծագործ եւ բարձր գիտելիքներ ունեցող դպրոցի շրջանավարտներով, որպեսզի այնտեղ էլ իրենց գիտելիքները խորացնելով ավարտեն եւ պահանջված լինեն, եզրափակել է Մուսայելյանը։ Տեղի թեմաներից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարերար Հովանես Բալայանին է հյուրընկալել Գլենդերի ժամանած բարերարը Հայաստանում է հայերին օգնելու ու աջակցելու նպատակով։ Հայազգի բարերարի ֆինանսավորման վերանորոգվել է Գյումրու Էլիթիա նախակրթարան, իսկ լապտերիկը սպասման մեջ է։ Բարերար Հովանես Բալայանը լավ տրամադրությամբ էր Գյումրի ժամանել։ Վերջին անգամ քաղաքում աղետալի երկրաշարժից հետո էր եղել, այցն ինքնանպատակ չէր։ Պարոն Բալայանը մեծ սիրով է պատրաստվում հովանավորել նախակրթարաններին, որոնք վերանորոգման խիստ կարիք ունեն։ Շտապում է նշել, որ մանուկներին առանձնակի ջերմությամբ է սիրում։ Փոքր երեխա շատ եմ սիրում։ Գլենդերի մեջ երբ որ տեսնում եմ մայրերին կամ հայրերին, որ երեխան գրկում է, ասում եմ, որ գիտես, որ աշխարհի ամենամեծ հարստությունը քո գրկումն է հիմա։ Ես ինքս շատ երեխա եմ սիրել կյանքից մեջ, մինչև որտեղ սիրում եմ եւ այդ բանով առումով ուրեմն ես որոշեցի, որ այս ֆոնդը սկսեմ։ Հիմնադրամով շատ կարևոր բան ենք անում, հավատացեք։ Նույնիսկ հիմա պատրաստական եք շարունակելու այլ նախակրթարաններ, այնտեղ նաև այդ նախակրթարանի խոհանոցային հատվածը մանկապարտեզի ավելի ճիշտ, հիմա Հայկը կասի նախակրթարան մի ասա։ Դե վերջը ինչ ասեմ, ներ Գյումրիի ժողովրդով շատ շնորհակալ ենք։ Քաղաքապետի հետ մտերմիկ զրույցից հետո բարերարը շարժվեց Էլիթիա նախակրթարան։ Այստեղ ֆինանսավորման արդյունքում նորոգվել են երեխաների խմբասենյակները։ Ներքին հարդարման աշխատանքներ եւս իրականացվել են նախկին անբարեկարգ նախակրթարանը, այժմ այլ տեսք ունի, իսկ ընդհանուր առմամբ Գյումրիում վերանորոգման կարիք հիմնականում ունեն տնակային նախակրթարանները։ Այս պահին նաև ծրագիր է իրականացվում
արդակին հարաբերությունների հիմնադրամ կա Ժբիթ մանկապարտեզում նույնպես մի մասնաշենք էս երկու օրը ոնց որ թե ավարտին կհասցնեն աշխատանքները եւ աստիճանաբար մենք այսինքն փորձում ենք տարբեր ծրագրերի միջոցով համայնքի միջոցներով փորձել լուծել այն մանկապարտեզներում շենքային պայմանները, որոնք ավելի վատտար են, բացի դրանից նաև այնպիսի մանկապարտեզներ են ընտրում, որտեղ ասենք երեխաների մեծ թվով կարիք ունեն, որովհետեւ նաև տարածքին լայնման խնդիր լինի եւ համապատասխան նորմատիվներ ապահովել։ Էլիթյան նորոգվել է, լապտերիկը դեռ սպասում է, անհրապույր են մնացել այս նախակրթարանի պատերը։ 104 երեխա է նախակրթարան հաճախում, իսկ 50-ը հեշտագրման մեջ են։ Նախակրթարանի պայմանները չեն ներում եւս 59 ընդունելու։ Ձմռան ամիսներին, երբ չունենք ընդհանուր լոկալ ջերուցման համակարգ, մեծ խնդիրների առաջ ենք կանգնում։ Երեխաներին պետք է ապահովենք սանհանգույցներում ջերմությունը, առանձին խմբասենյակներում դրվել են վառարաններ, դուք տեսաք սանհանգույցներում դրել ենք ջերմատակացուցիչներ, խնդիրներ առաջանում են իհարկե։ Բարերարը շրջեց նախակրթարանի սենյակներով, պայմանների սեփական աչքերով ծանոթացավ։ Շահագրգռված է, որ հնարավորինս շուտ այստեղ վերանորոգման աշխատանքներ սկսվեն։ Ցանկանային կոշ լավ հարմարավետ սենյակներ, վերանորոգված սենյակներ, ամեն ինչով, գույքով, ամեն ինչով, որ երեխաներն իրանք շատ լավ զգան։ Դե ամեն ինչը կարևոր է, երբ փոքր երեխաներ են, քան իրանք լավ կզգան այդ պայմաններում հաճախել։ Մենք մեր այս պայմաններում մեր աշխատանքը, մեր մաքրությունը կերևա։ Հայաստանի տարածքային զարգացման ծրագրով նախատեսվում է մոտ ժամանակներում վերանորոգել քաղաքի մի քանի նախակրթարաններ եւս։ Բարերարը նաեւ աջակցել է ծնողազուրկ ու հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Կիմա Եղշացյան, Տիգրան Գասաբյան, Օրագից։ Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին մանկապարտեզներում անհրաժեշտ եւ համապատասխան նորմատիվներով ջերուցում չապահովելու համար աշխատանքից ազատել թիվ 28, 37 եւ 46 մանկապարտեզների տնօրեններին։ Հանձնարարվել է նաեւ խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետին եւ թիվ 40 մանկապարտեզի տնօրենին։ Այժմ անդրադառնանք միջազգային լրահոսին։ Օդեսայի նահանգապետ Միխայել Սահակաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս, փոխանցում է 112 Ուկրաինան։ Ես որոշել եմ հրաժարական տալ եւ պայքարի նոր փուլ սկսել։ Ես ձեռքերս վայր չեմ դնում, ես չեմ հոգնի, թող ոչ ոք հույս չունենա գլուխն ազատել ինձնից։ Ես այն զինվորն եմ, որը գնում է այնքան, որքան կարող է, իսկ հետո այնքան, որքան պետք է։ Որքան պետք է լիակատար հաղթանակի համար եւ նրա համար, որ Ուկրաինան ազատվի կոռուպցիոն աղբից, որը կապիտալացվում է մեր զինվորների այրան վրա, Մայդանի զոհերի վրա, որը դավաճանեց ուկրաինական հեղափոխության գաղափարը եւ որը միայն մեկ մոտիվացիա ունի՝ գրպանները լցնել, ուժեղացնել սեփական կլանը եւ վերջնականապես թալանել Ուկրաինան, ասել է Սահակաշվիլին։ Նշենք, որ այսօր հրաժարական է տվել նաեւ Օդեսայի մարզի ազգային ոստիկանապետ Գյորգի Լորտիկիպանիձեն։ Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Հիլարի Քլինտոնը իր մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփից առաջի անցել 3%-ային կետով, այս մասին են վկայում ընտրություններից առաջ Բլոմբերգ գործակալության անցկացրած հարցման տվյալները։ Հարցման տվյալների համաձայն Քլինտոնին պատրաստ է աջակցել ընտրողների 44%-ը, Թրամփի օգտին պատրաստ է իր ձայնը տալ քվեարկողների 41%-ը։ Լիբերտարիանյան կուսակցության թեկնածու Հերի Ջոնսոնին ստանձնել է սատարել հարցվածների 4%, իսկ կանաչների կուսակցության ներկայացուցիչ Ջիլ Սթայնը ստացել է հարցվածների ձայների 2%-ը։ Հարցումն անցկացվել է ուրբաթ երեկոյից մինչև կիրակի, դեռևս այն բանից առաջ, երբ Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարել է, որ հիմքեր չկան ընտրություններում ֆավորիտ համարվող Հիլարի Քլինտոնին մեղադրանք առաջադրելու համար։ Եվրամիությունը Թուրքիայում ժողովրդավարության հետընթաց է արձանագրել։ Վերջին մեկ տարում խոսքի ազատության ոլորտում ուժեղ հետընթաց է տեղ ունենում, այս մասին հաղորդել է գերմանական շաբաթաթերթը, որի ձեռքի տակ է Եվրահանձնաժողովի 100 էջանոց զեկույցի կրկնօրինակը։ Զեկույցը պաշտոնապես կհրապարակվի նոյեմբերի 9-ին։ Հեղինակները մտահոգված են պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո մեծ թվով լրագրողների ձերբակալության եւ ԶԼՄ-ների փակմամբ։ Փաստաթղթում հետընթաց է արձանագրվել նաեւ արդարադատության ոլորտում, քանի որ այդ նույն ժամանակահատվածում աշխատանքից հեռացվել է դատախազների եւ դատավորների 20%։ Զեկույցի քաղաքական գնահատականը կտան եվրահանձնակատարները, որոնք փաստաթուղթը կքննարկեն նոյեմբերի 9-ին։ Միջազգային այլ նորություններ կպատմի Հայկանուշ Հայրապետյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքն իր երկրի համար ոչ մի լավ բան չի արել, ուստի Թուրքիան մտադիր է ինքնուրույն լուծել իր առջև ծակած խնդիրները։ Վերջինս մեղադրել է Եվրոպայի ահաբեկչությանը եւ քուրդ զինյալներին աջակցելու մեջ։ Նա նաեւ արձագանքել է եվրոպական մամուլում իր հասցեին հնչած քննադատություններին եւ հայտարարել, որ իրեն բացարձակ չեն հետաքրքրում եվրոպական պարբերականների կողմից իրեն տրված որակումները։ Թող նրանք զուր չանհանգստանան։ Մենք նրանց շատ լավ ենք ճանաչում։ Ես կարող եմ կարդալ նրանց գրքի պես։ Եվրոպացիները ինձ ասում են բռնապետ, դա ինձ չի հուզում։ Իմ մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում եւ Անկարայում ձերբակալվել է Քդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիշթաշն ու Ֆիգեն Յուքսեգդաղը։ Նիկարագուայի գործող նախագահ Դանիել Օրտեգան հաղթում է պետության ղեկավարի ընտրություններում ընտրատղամասերի 21.3%-ի քվեաթերթիկների հաշվարկների արդյունքում Օրտեգան 71.3% ձայն է ստացել։ Նիկարագուայում համապետական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 6-ին։ Քաղաքացիները ընտրել են նախագահի, փոխնախագահի, ազգային եւ խորհրդարանի պատգամավորների։ Նախագահի պաշտոնին հավակնում է 6 թեկնածու։ Դանիել Օրտեգան Նիկարագուայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից։ Մինչ այդ նա երկիրը ղեկավարել է նաև 1985-ից 90 թվականներին։ Հաղթանակի դեպքում նախագահի պաշտոնում սա Օրտեգայի թվով 4-րդ ժամանակահատվածն է։ Հետաքննությունների դաշնային բյուրոն ստուգման արդյունքներով որոշել է պատասխանատվության չենթարկել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին կապված նրա էլեկտրոնային փոստի շուրջ ծագած սկանդալի հետ։ Այդ մասին հայտարարել է հատուկ ծառայության տնօրեն Ջեյմս Կոմին։ ՀԴԲ-ի աշխատակիցները հոկտեմբերի 28-ից աշխատել են շուրջօրյա մշակելու եւ ուսումնասիրելու 650,000 էլեկտրոնային նամակ, որն առգրավել էր այլ քրեական հետաքննության ընթացքում։ Հիշեցնենք, որ օրերս Միացյալ Նահանգների արտարադատության նախարարությունը թույլատրել է հետաքննությունների դաշնային բյուրոյին ուսումնասիրել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության նոր մասը, որը հայտնաբերվել էր նրա օգնականի ամուսնու համակարգչում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին, երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը։ ԱՄՆ Նևադա նահանգում տեղ ունեցած հանրահավաքի ժամանակ գաղտնի ծառայության աշխատակիցները շտապել են ամբիոնի մոտից հեռացնել ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփի, կարծելով, թե նրա կյանքին վտանգ է սպառնում։ Ծառայության աշխատակիցներին կասկածելի է թվացել հանրահավաքի մասնակիցներից մեկը 33-ամյա Օստին Քվայցը, որը Թրամփի մրցակցի Քլինթոնի աջակիցն է։ Մի պահ ներկաներից մեկը խուճապային իրավիճակ է ստեղծել, բղավելով, որ այս մարդը զինված է։ Անվտանգության ծառայության աշխատակիցները նետվել են դեպի ամբիոն ու շտապ հեռացրել Թրամփին։ Կասկածյալի եւ դեպքի վայրի խուծարկության արդյունքում զենք չի հայտնաբերվել։ Հայկանուշ Հրապետյան, Օրագիծ։ Դուք դիտում եք Օրագիծ լրատվականի օրվա գլխավոր թողարկումը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ մարզաշխարհի նորություններին, իսկ ավելի ուշ նաև եղանակետեսությանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք մեր հետագա թողարկումների ընթացքում։